Հուլիսի 14-ին կմեկնարկի Մանեզ բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ գործող բակային ճամբար 2014-ը, այս տարի արդեն 9-րդ անգամ։ Հիմնադրամի գործունեության 10 տարիների ընթացքում բակային ճամբարների ծրագիրը համարվում է իրականացվող ծրագրերից լավագույններից մեկը, որին ամեն տարի անհամբերությամբ սպասում են թե երեխաները, թե մանկավարժները, որոնց համար սա ամառային արձակուրդների ընթացքում լրացուցիչ աշխատանք եւ եկամուտ է ապահովում։ Այս տարի ճամբարները կգործեն Ալավերդու համար 9, 2, 12, 4 հիմնական եւ համար 5 եւ 8 ավագ դպրոցներում։ Ճամբարներ կբացվեն նաեւ Շնող եւ Թեղուտ գյուղերում։ Յուրաքանչյուր ճամբարում 2 հերթափոխով իրենց ամառային հանգիստը կանցկացնեն 100 երեխա։ Առաջին հերթափոխը կլինի հուլիսի 14-ից 19, մեկ օր կհանգստանան 20 կիրակի եւ 21-ից 26-ը։ Այս ժամանակի ընթացքում իրենց ժամանակավոր աշխատանք կունենան, այսինքն աշխատակազմը յուրաքանչյուր ճամբարում կլինի 5-ական աշխատողներ, 35 հոգի կունենան իրենց ժամանակավոր աշխատանքը։ Միջին աշխատավարձի չափը աշխատել ենք նվազագույնից մի փոքր բարձր լինի։ Առաջին հերթափոխի համար երեխաներն արդեն հերթագրվել են, սակայն երկրորդ հերթափոխին ճամբար հաճախել ցանկացողները դեռևս կարող են դիմել համապատասխան դպրոցներ։ Իսկ ճամբարային առօրյան, ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ խոստանում է լինել հետաքրքիր ու բազմազան։ Ավանդական խարույկի, համերգի եւ բնության գրկում հանգիստ կազմակերպելու ծրագրերն անփոփոխ են։ Կունենան եւ սեղանային թենիսի մրցույթներ, եւ սպորտլանդյաներ, եւ նկարչական ինչ-որ մրցույթներ, գեղանկարչական բնականաբար վրցնային այսպիսի։ Մի խոսքով երեխաները իրենց նաև դրսևորում են իրենց ակտիվությամբ եւ իրենց գիտելիքներով նաև գեղարվեստական բնագավառի առումով նա կլինի ասմունք, կլինի երգ, պար։ Մի խոսքով բավականին բովանդակալից անցնում մեր առօրյան։ Արոտ բակային ճամբարի մակավարժ ընկեր Պավիգյան, ասում է ջեկով թվով 12 ճամբարական պատրաստենք։ Մասնակցելու է կեսօրվա տաղարին։ Ճամբարային յուրաքանչյուր հերթափոխում կհանգստանան 350 երեխաներ, ընդհանուր առմամբ 2 հերթափոխով կհանգստանան 700 երեխաներ։ Կազմակերպիչների կարծիքով երեխաների համար սա լավ հնարավորություն է փողոցից կտրելու եւ ամառային արձակուրդներն ավելի գունեղ դարձնելու համար։ Սա կարեւոր է նաեւ աշխատող ծնողների համար։ Հնարավոր է նաև նույն հանգստացող երեխան հանգստանալ, ասինքն մենք օգտագործելով սոցիալական այդ սանդղակները հնարավոր է որ սոցիալապես անապահով երեխաները հանգստանան 2 հերթափոխում։ Երեխաները գալիս են մեծ խանդավառությամբ, մեծ ակնկալիքներով, սպասելիքներով եւ դա է նաև ոգևորում մեզ եւ ղեկավարներին եւ աշխատակազմին։ Դա մեզ տրամադրում է, որպեսզի մենք ավելի լավ աշխատենք ու ավելի մեծ նվիրումով։ Մանեզ բարեգործական հիմնադրամը ճամբարային ծրագրերի համար այս տարի տրամադրել է 5 միլիոն դրամ։ Նատալիա Ոսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։